Սա մշնաբույնի ամենահաջողված բաղադրատոմսն է, որը ստացվում է միշտ եւ բոլորի մոտ։ Եկեք թխենք ու կհամոզվեք։ Նախ անհրաժեշտ է ձուն շաքարավազի եւ 1 պտղունց աղի հետ հարել։ Ստացված զանգվածի վրա ավելացնում ենք կաթ, կարագ, սոդա, կրկին հարում ենք եւ ավելացնում ենք ալյուրը։ Խմոր ենք ունցում, ստացվում է շատ փափուկ, նուրբ խմոր, այսպես ձեռքերին չկպչող։ Խմորը բաժանում ենք 4 հավասար մասերի, այսպես երկարավուն գնդեր ենք անում։ Գնդերը տեղավորում ենք պոլիէթիլենային թաղանթի մեջ եւ 1 գիշերով դնում սառնան։ Սառած խմորագնդերը քերում ենք քերիչի մանր անցքերով, ալյուր ենք ցանում, որպեսզի իրարից առանձնանան, այսպես տարածում ենք յուղաթղթի վրա եւ ուղարկում ենք թխվելու։ Թխում ենք 180 աստիճանում մոտավորապես 15 րոպե։ Սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագին ավելացնում ենք եփած խտացրած կաթ, սովորական խտացրած կաթ, մի փոքր մեղր, վանիլ եւ այսպիսի շքեղ կրեմ ենք ստանում։ Ամբողջ մեր պատրաստած խմորը սառելուց հետո լցնում ենք կրեմի վրա եւ սկսում ենք ձևավորել մրջնաբույնները։ Ես այսպիսի տարա եմ վերցրել, դուք կարող եք ձևավորել նաեւ սովորական բաժակի մեջ։ Մրջնաբույնին ավելի իրական տեսք հաղորդելու համար մի փոքր սև կունջոտ ենք շաղ տալիս, իսկ մնացած խմորը արդեն տեղավորում ենք ցանկացած գեղեցիկ տարայի մեջ, հետագայում այսպես կտրելու ենք եւ մատուցենք։ Անխղճորեն համեղ է ստացվում այս բաղադրատոմսով։ Պահպանեք եւ միացեք իմիջին, որտեվ ինձ հետ համեղ է։